Այս տեսանյութում մենք խոսենք ինդիկատորների մասին, ինչ են մեզ ասում ինդիկատորները, ինչ տեսակի ինդիկատորներ կան եւ արդյոք հնարավոր է ունենալ պլյուսներ օգտվելով ինդիկատորներից։ Այս ամենը իմանալու համար դիտեք տեսանյութը մինչև վերջ, մի մոռացեք լայքերի եւ բաժանորդագրությունների մասին եւ նշեմ նաեւ, որ մենք աշխատում ենք Pocket Option Broker-ով, որի հղումը կարող եք գտնել նկարագրությունների բաժնում։ Խոսել ենք ուրեմն RSI, MACD, ծավալների եւ Skazia-ի սրեդնի ինդիկատորների մասին։ Առաջին հերթին ցանկանում եմ խոսալ ծավալների ինդիկատորի մասին, որը կտեսնեք այս ներքևի մասում էկրանի։ Ծավալների ինդիկատորը մեզ ցույց է տալիս, թե ինչքան գումար է մտնում շուկա, բարձ լեզվով ասած, նշանակում է, թե ամեն մոմի ժամանակ ինչ տիպի աբյոմներ ա եղել, ինչ տիպի շրջանառություն եւ ինչ տիպի գումարներ ա մտել շուկա։ Օրինակ կոնկրետ այս նախորդ կանաչ մոմի ժամանակ գերիշխել է գնումները եւ գնումների ժամանակ կանաչ մոմը փակվել, այս պայծությամբ ամենալավ, ամենահզոր ոնց որ ասած գումարային շարժը մուտքը ունեցել են 10:00, այս մոմն է ձևավորվել, գնում վաճառում եղել է 687 գրում է։ Այս աջ մասում կարող եք տեսնել, թե որքան է մտել շուկա, այսինքն որքան քանակի է մտել շուկա։ Եվ երբ որ նոր մոմը բացվում է, դուք կարող եք տեսնել, թե ինչպիսի աբյոմներ են ձևավորվում։ Այս պայծությամբ դեռ կարելի ասել շարժ չի եղել եւ դեռ ծավալը մենք չենք տեսնում, թե ինչ կա։ Այսինքն եթե չկա ծավալ, ապա ծավալ չենք տեսնելու։ Եթե ծավալը տեսնում ենք գնալով աճում է, ապա նշանակում է, որ շարժը սկսում է շատանալ արժութային զույգի մեջ, բայց եկեք միանգամից ասեմ, որ երբեք ինդիկատորը միայն ու միայն չենք օգտագործում, այսինքն միայնակ ինդիկատորով գործարք երբեք չպետք է բացել։ Մենք պետք է ունենանք ստրատեգիա, ըստ որի մենք կարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվում շուկայում, ուղղակի մեր օրինակ ծավալների ինդիկատորը կարող է շատ օգտակար լինել մեր ստրատեգիայի համար։ Ինչ ձև կարող օրինակ օգտակար լինի։ Եթե մենք օրինակ սպասում ենք ինչ-որ մի զոնայի մոտիկանա, հիմա կտեսնենք որտեղ ավելի հարմար զոնա կա։ Խնդրեմ, այս արժութային զույգում մենք ունենք այս պայծրությամբ լոկալ զոնա, աջակցության զոնա, որին գինը մոտիկանալով հնարավոր է ստանա արկադ, բայց նաև հնարավոր է ստանա breakout։ Ինչպես կարող է օգնել այս պարագայում մեզ ծավալը։ Մենք նայում ենք ծավալներին։ Եթե ծավալները գնալով շատանում են, աճում են, մոտիկանալով այս զոնային ավելի շատ են աճում, ամենայն հավանականությամբ breakout կլինի, բայց պետք չի շտապել ու միանգամից մտնել breakout-ից հետո նոր կարող եք գործարք մտնել 1 րոպեով օրինակ հենց այս մասը հենց ճեղքեց ու աբյոմները մեծ եղավ, հնարավոր է այստեղ ճեղքի ու հետ մտնի թեթև սենց զակոլանի։ Այդ դեպքում պետք է աբյոմների նայենք, հասկանանք թե ինչ է կատարվում։ Եթե աբյոմները գնալով անընդհատ մեծանում են ու շատանում են, այս մասերից մոտավոր կարող եք 1 րոպեով կամ ավելի նույնիսկ քիչ 30 վայրկյանով ինչի տենց, որովհետև այս breakout-ը մի քիչ շատ սենց սպეციფიկ ձևով է աշխատում, պետք է հասկանալ թե ինչքան կգնա, այսինքն հնարավոր է արժութային զույգեր լինեն, որ շատ գնա այդ breakout-ը, պետք է այդ արդեն ընդհանուր անալիզ կատարվի, հնարավոր է արժութային զույգեր լինեն, որ breakout-ը կլինի օրինակ ինչ-որ փոքր այսքան տարածք, որը 30 վայրկյանում հերիք կանի, որ մենք վերցնենք, եթե ավել րոպե դնենք, հնարավոր է հետ մտնի գինը ու ոնց որ չաշխատի մեր breakout-ը ճիշտ ձևով ոնց որ պետք է։ Իսկ եթե արդեն հակառակն է լինում, երբ որ գինը լավ հավեսով մոտիկանում է այս մեր զոնային ու ծավալը շատ քիչ է, գնալով քչանում է, այստեղ ծավալներ չի երևում, այդ դեպքում ամենայն հավանականությամբ կլինի շրջադարձ, այսինքն կշրջվի մեր գինը դեպի հակառակ կողմ եւ չի ճեղքվի այս մեր գեղեցիկ զոնան։ Տեսեք, այս հատվածում մենք ունեցել ենք շարժ, որը կարելի ասել շատ մեղմ շարժ է, շատ կանգնած եւ կարելի ասել կուտակման վիճակում է եղել գինը եւ այստեղ կարող եք տեսնել տակը իր ծավալները շատ փոքր են, կարելի ասել մերեալ վիճակում շարժվում են։ Հենց այստեղ եղավ առաջին մուտքը, առաջին գումարների աբյոմների շրջանառությունը շուկայում ու մեզ մոտ ձևավորվեց մեծ կարմիր գեղեցիկ սյուն, որն ցույց է տալիս, թե ինչ տիպի շարժ է եղել այս մոմի ընթացքում։ Հաջորդ ինդիկատորը, որի մասին կուզեի խոսալ, դա Skazia-ի սրեդնին է, նույն ինքը moving average-ը, որը կարող եք գտնել այստեղ, ճիշտ է ցույց չեմ տվել, թե որտեղից պետք է միացնեք ինդիկատորները, ինձ թվում է արդեն փորփրած գտած կլինեք այս մասում, որտեղ որ ընտրում ենք time frame-ն ու մոմային պատկերի ձևը, կողքը հենց իր աջ մասում, այստեղ այսպես նշան կա, սեղմում եք վրան, այստեղ կա all բաժին, որը ներառում է բոլոր ինդիկատորները։ Շատ լիքը ինդիկատորներ կա այստեղ, կարող եք մտնել, փորփրել, նայել, օյստալ Google-ում, YouTube-ում, տեսնել, թե որը ինչի համար է, ինչը ոնց կարելի է օգտագործել։ Ես այդքան չեմ խորանա, ես ամենահայտնիները են, որ ամենաշատ լսվող, օգտագործվող ու ոնց ասած թեմա շոշափվող ինդիկատորների մասին եմ խոսում, ծավալների մասին խոսեցինք, ծավալները այս volume-ն է, գրում է volume, սեղմում եք վրան եւ ավելանում է, սեղմում եք վրան եւ 2-ը ավելանում, պետք է այստեղից x-ով փակենք։ Հիմա խոսելու ենք այս moving average-ի մասին, Skazia-ի սրեդնի կամ հայրենասված միջին սողացող գիծ։ Միջին սողացող գիծը ինչ է անում։ Այս գիծն է, այս կանաչ գիծն է,
մենք այստեղ որ բերում ենք edit կարանք անենք, կարող ենք իրան փոխել օրինակ կապույտ, սպիտակ, 3 պիքսել, ոնց ցանկանում եք կարող եք անել, այստեղ նույնիսկ մարդիկ կան, որ ձևափոխում են, ինչ որ հատուկ պարամետրեր են գրում, ինչ որ հատուկ ստրատեգիաներ են մտածում այս moving average-ի մասին, բայց ինք իրականում այդքան էլ տենց լուրջ բաներ չի, որ ասեմ, հա, օրինակ երկված сказочի սրեդնի են դնում, այնտեղ հենց խաչում է լինում, ուրեմն всё, ներքև է կամ վերև է։ Ես այդպես բաների այդքան էլ չեմ հավատում, չեմ օգտագործում, եթե դուք մտածում եք տենց շատ լավ է, մտեք, փորձարկեք, հասկացեք ճիշտ է, թե չէ։ Ինչի համար է ընդհանրապես сказочի սրեդնին ցույց է տալի մեզ գինը, իրա գինը, ոչ մի ապագա, ոչ մի գուշակություն չկա այստեղ։ Ուղղակի մեզ ցույց է տալի նույն այս շարժումը ավելի հարբեցված կերպով, այսինքն եթե մենք տեսնում ենք մեր գինը այսպես ուժեղ իջնում է, այս сказочի սրեդնին մի քիչ sense ոնց որ միջինացված գինն է ցույց տալի մեզ ու sense գնում է ինքը հանգիստ։ Ճիշտ է, մենք պարամետրը կարանք փոխենք, որ ավելի հանգիստ ցույց տա, փոխել, որ ինքը ավելի ագրեսիվ ձևով հետևի իրան, այսինքն եթե մենք ստե դնենք օրինակ 4-3-1 սարքենք, տեսեք մեր сказочի սրեդնին այսենց շատ միլիմետրին կարծես թե մեզ ցույց է տալիս գինը, բայց մեզ այտենց իմաստ չկա տեսնելու, որտեղ մենք այտենց արդեն տեսնում ենք գինը։ Մենք կարող ենք այստեղ բարձրացնել իր գինը 10-ից ավել, օրինակ դնենք 15, 20, 30 հասցնենք միջև նույնիսկ ու տեսնենք, որ շատ միջինացված է ցույց տալիս գինը։ Ինչի համար օգտագործվում հիմնականում շատ միջինացված այս գները, որ գլոբալ ցույց տա մեզ, որ ընդհանուր գլոբալ տրենդի շարժ հասկանանք եւ օգնում է նաեւ տեսնել, թե ինչ զոնաներ գոյություն ունեն, բայց ես այդքան էլ չեմ օգտվում, քանի որ զոնաները պարզ արդեն երևում են մեզ։ Օրինակ այստեղ տեսեք գինը եկե հասել է այստեղ ինչ որ չափով զոնա է ձևավորվել այսքան մասում եւ կարող ենք հասկանալ, որ նաեւ сказочի սրեդնից, որ այստեղ զոնա է եղել, կամ այստեղ եկել է այսպես ներքև իջնող շարժ ունեցել, այստեղ էլ է ինչ որ զոնա ձևակերպվել, բայց сказочի սրեդնին ցույց է տալի մեզ, թե ինչ գին է եղել, ինչ գին է շարժվում հիմա ինքը։ Ընդհանուր գնի շարժն են կարողանում տեսնել, եթե ինչ որ ժամանակ միացում եմ, ուղղակի թողում եմ իր բազային настройки վրա։ Նաև շատ մարդիկ ասում են, եթե գինը գտնվում է միջինի գծից դեպի վերև, ապա ուրեմն գինը շարժվում է դեպի վերև, կամ եթե գտնվում է միջինի շարժից դեպի ներքև, ապա գինը գնում է դեպի ներքև։ Ավել բան չեմ ուզում ասել այս դրա մասին, եթե դուք ցանկանում եք խորանալ կոնկրետ այս ինդիկատորի վերաբերյալ, կարող եք մտնել, voice տալ, նայել տարբեր տեսանյութեր։ Ես այսքանն եմ ոնց ասած ընդունում այս ինդիկատորի մասին եւ ուզում եմ արդեն շարժվենք առաջ։ Հաջորդ ինդիկատորը, որի մասին կարող եմ խոսալ, դա MACD ինդիկատորն է, այստեղ MACD կա, MACD ավելի sense բան ասված, MACD-ն է ինքը։ Սեղմենք վրան ինքը ներքևում ավելանում է MACD-ին։ MACD ինդիկատորը բաղկացած է մի քանի մասից։ Այստեղ առաջին հերթին ունենք այսպես ուներ, որը կոչվում է հիստոգրամ, եւ ունենք նաեւ այսպիսի գծեր, որը շատ նման է сказочի սրեդնի գծերին եւ կարելի ասել հենց այդպես էլ կա, ինչը նշանակում մեզ առաջին հերթին այս հիստոգրամ սյուները մեզ ասում են նրա մասին, թե ինչ կարգի ուժ կա շուկայում, համարյա ծավալների նման, կարելի ասել MACD-ն այսպես ասած համադրած համ ծավալներից, համ moving average-ից sense մի բան ասեն սարքած, որ մարդիկ ինչ որ տենց բաներ մտնեն այն, բայց ամեն դեպքում այս ինդիկատորն էլ նես չի տենց եսիմինչ ինդիկատորա, որի հիման վրա կարող ենք մենք մտնել ու գործարք բացել։ Սյունակները մեզ ասում են շուկայում մտնող ինտերեսի մասին, այսինքն ինչ տիպի հետաքրքրություն կա այս բանի շուկայում, ինչ տիպի հետաքրքրություն է մտնում, ինչ տիպի ուժգնություն ունի ինքը, ինչ տիպի շարժ է սպասվում մեզ, այսինքն էլի համարյա գրեթե ծավալները, բայց մի քիչ ավելի ոնց ասած խորացված ուժգնության, այսինքն կարևոր չի թե շուկան աճում է, թե նվազում է, այսինքն տեսեք այստեղ կարմիր նվազում է եղել, բայց մեր հիստոգրամը կանաչ է եղել։ Տեսեք այստեղ ճեղքում է եղել, ճեղքում, այսինքն դեպի ներքև են գնացել սյուները, հետո հետ է եկել դեպի վերև, ասում են, երբ որ ճեղքում է եղում, լինում պետք է այդ ֆակտ գործարք բացել, տենց ինչ որ բաներ եմ տեսել, բայց նայեք, ճեղքումը երբ որ եղավ, մենք արդեն գործարքի որ բացենք մինուս կգնանք, որտեվ արդեն всё, շարժը վերջացել է այստեղ։ Այս շատ ուշ է արձագանքում իրականում, հակառակ настройки փոխել, բաներ անել, բայց ես MACD-ով вообще կարելի ասել չեմ օգտվում։ Գծերը moving average-ի նման գծերը, որը ցույց է տալիս էլի հիմնական ինքը ուժը ավելի իր մեղմացված, կլորացված ձևով, միջինացված ձևով, կարելի ասել, որը ճեղքելու դեպքում էլի մարդիկ ասում են պետքա գնել կամ վաճառել, եթե վերևից ներքև է ճեղքում։ Ուղղակի ասում են, որ MACD-ին ինչ է իրենից ներկայացնում, չեմ ասում ոչ մի թե ինչ գործարք կարող ենք բացել,
ինչ կարող ենք անել սրա հետ միասին։ Ուղղակի մոմենտումն է ցույց տալիս, թե ինչպես է աճում ու այս գծերն էլ ցույց է տալիս էլի միջին ասված իր արժեքը ոնց որ ասված։ Ավել բան չեմ ուզում խոսամ կոնկրետ MACD-ի մասին։ Վերջին ինդիկատորը, որի մասին կուզեմ խոսեմ, դա RSI-ն է։ RSI-ը կարելի ասել միշտ միացված է իմ մոտ այստեղ, բայց ոչ միշտ եմ որ հետևում եմ ես RSI-ին։ RSI-ում մենք ունենք այսպիսի գծեր, տեսեք, մի հատ ներքևի դեղինգից կա, մի հատ վերևի։ Ինչպես եւ բոլոր մյուս ինդիկատորները, մենք այստեղ մատիտի նշանով կարող ենք ձևափոխել։ Style կա, մեկի input կա։ Այս style-երի բաժնում մենք կարող ենք փոխել։ Օրինակ, հիմնական գիծը կարող ենք դնել կապուտ։ Այստեղ տեսեք, երևում է, ասենք 2 պիքսել կամ 1 պիքսել։ Այս ինչա 30-ի գիծը կարող ենք դնենք օրինակ այսենց պարզեր է վա, սպիտակ լինի կամ չգիտեմ։ Ինչա իրենից ներկայացնում RSI-ը, ինչա ասում մեծ RSI-ը։ Ունենք կանաչ գիծ, ունենք կարմիր գիծ, ունենք այստեղ մեջտեղի սպիտակ գիծ եւ ունենք փիրուզագույն գիծ, ասենց ասած, որը շարժվում է այս 3 գծի շրջակայքում։ Առաջին գիծը մեր 30-ի արժեքն է, որը 30%-ն է, որից եթե այս կապույտ գիծը ներքև անցնի կամ մոտիկանա դրան, նշանակում է, որ շուկան գերվաճառված վիճակում է գտնվում, այսինքն այստեղ տեսեք մենք անցել ենք այստեղ դաժե, դա նշանակում է, որ շուկան գերվաճառված է, դիսբալանս կա, որի լրացնելու համար մենք պետքա հետ գանք։ Եվ այստեղից շատերը ասում են, որ եթե այստեղա բացեք վերև։ Չէ, տենց չի լինում, էլի բոլոր ինչպես մյուս ինդիկատորները, պետք չի հիմնվել ուղղակի միայն մեկ ինդիկատորի RSI օրինակ վրա ու բացել գործար։ Նույնն էլ եթե հակառակն է կարմիր 70%-ի գծի մոտահաս է, 70%-ից ավել գերգնված է, ասենց ասած, եւ էլի որը նշանակում է արդեն արքերի դիսբալանս կա եւ պետքա մի քիչ գինը հետ գա, որ այդ իմբալանսը ընկնի տեղը ոնց որ ասված։ Եթե գինը բարձրանում է այստեղ արդեն անցնում է կարմիր գծից, հիմնականում լինում է որ մինչեւ սենց 100% հնարավոր է հասնի այդ գինը, բայց շատ հազվադեպ եմ տենց տեսել։ Այդ նշանակում է որ շատ գերգնված վիճակում է ու մոտակա ժամանակս լինելու է հաջորդելու է մեզ իջնող շարժ, բայց թե երբ կլինի դա մենք չենք կարող հստակ ասել։ Մենք ուղակի RSI-ին նայելով կարող ենք ավելի շատ հաստատվել մեր ստրատեգիայի մեջ, քան թե ուղակի նայել RSI-ին եւ գործարք բացել։ Իսկ այս մեջտեղի 50-ը ուղակի 50%-ն է, որ մեջտեղի գիծ է։ Հիմնականում երբ որ օրինակ անցավ այս մեջտեղի գիծը, ասում են որ всё, արդեն վերև է դեպի գնում, всё, շարժը կա ու եթե ասենք 50-ից իջնում է, всё, շարունակում է դեպի վեր ներքև, սենց շուտ տարբեր բաներ եմ լսում, բայց չեմ խառնում։ Սենց մոտավոր ձեզ ասում են, որ իմանաք թե ինչեր կա, ինչեր չկա, ես ասում եմ թե ինչ է մեզ ասում ինդիկատորը եւ ինչով կարենք մենք օգտագործենք դա, բայց ոչ երբեք բացել միայն գործարք ինդիկատորի հիման վրա։ Ունեցեք ստրատեգիան, այդքան տեսանյութեր ունեմ ստրատեգիաների վերաբերյալ, ունեցեք ստրատեգիան ու օգտագործեք համատեղված ձևով։ Տեսակ ձեր օրինակ պատկերը, այստեղ կա զոնան մոտիկանում է ճեղքվի, ճեղքումը թույլ է, ծավալներով օրինակ նայեցինք, որ ճեղքման համար ծավալները, աբյոմները շատ թույլ են, հնարավոր է որ լինի զոնայից շրջադարձ։ Այդ դեպքում բացում ենք գործարք դեպի վերև օրինակ։ Եթե մենք մտածեցինք, որ այստեղից զոնայից կբարձրանա վերև, RSI-ը մեզ եւս մեկ անգամ կարող է հաստատել, որ մեր մտածածը ճիշտ է, այսինքն ոչ ավել, քան դա։ Ու դուք էլ պետք չի դիտարկեք ինդիկատորները որպես տենց սվերտ եսի մինչեր, որ կարող մեզ տան մեծ պրոֆիտներ։ Չէ, լուբոյ RSI մեզ ասում է նրա մասին, թե ինչ է եղել արդեն շուկայում, ոչ թե ինչ է լինելու։ Հիստոգրամներ, ծավալների սյուներ, այդ ամեն ինչը ուղղակի ցույց է տալիս, թե ինչ է եղել շուկայում կամ ինչ կա շուկայում այս պահին, թե ինչ է լինելու շուկայում, ինչա դառնալու շուկայում մի քանի օրից, մի երկու րոպեից, մի րոպեից, ոչ մեկ երբեք կյանքում չի կարա 100%-ով գուշակի այդ փաստը ու եթե տենց մարդ լիներ, կլիներ միլիարդատեր ուղղակի։ Եթե կան հարցեր ինդիկատորների վերաբերյալ, կարող եք անպայման գրել մեկնաբանությունների բաժնում։ Իսկ ես ձեզ ասում եմ հաջողություն